Բարև ձեզ հետ բժշկուհի Արմինե Դավթյանն է։ Ելակը որպես բնության համեղ նվեր։ Ելակը ունի բավականին բազմազան կիրառություն։ Այն օգտագործում են թարմ վիճակում։ Նրանից պատրաստում են համեղագույն հյութեր, ջեմեր, աղանդերներ, օգտագործվում է խմորեղենների և ուտեստների զարդարելու նպատակով։ Այն կիրառվում է նաև կոսմետոլոգիայում, որպես բաղադրիչ մաս մտնելով դիմակների կազմի մեջ, մաշկին տալիս է սպիտակեցնող և երիտասարդեցնող ազդեցություն։ Ելակը ցածր կալորիականություն ունեցող մթերք է, որը հարուստ է վիտամիններով և հանքային տարրերով։ Դեռևս հին ժամանակներից այն համարվել է աֆրոդիզիակ։ Ելակի փոքրիկ կորիզները հարուստ են ցինկով, որը ակտիվացնում է սեռական հորմոնները և դրական ազդեցություն ունի վերարտադրողական առողջության վրա։ Ելակը հարուստ է անտիօքսիդանտներով, որոնք բջիջներին պաշտպանում են ազատ ռադիկալներից և դանդաղեցնում ծերացման պրոցեսը։ Ելակը ունի դրական ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա, քանի որ այն ազդում է խոլեստերինային փոխանակության վրա, կարգավորում արյան ճնշումը և բարելավում սրտի աշխատանքը։ Ելակն ունի նաև միզամուղ ազդեցություն։ Ելակը որպես հակաուռուցքային միջոց։ Ելակի հակաուռուցքային ազդեցությունը բացատրվում է նրանում առկա հակաօքսիդանտներով, որոնք ճնշում են բորբոքային պրոցեսները, որն էլ հաճախ նախորդում է օնկոլոգիային։ Այս ազդեցությունը հատկապես արտահայտիչ է ելակի չրի դեպքում, քանի որ չորացված պտուղներում այդ օգտակար բաղադրիչների կոնցենտրացիան ավելի բարձր է։ Ելակը հանդիսանում է վիտամին C-ի հիանալի աղբյուր, իսկ այն դրական է ազդում իմուն համակարգի գործունեության վրա, ամրացնում է անոթների պատերը, բարելավում է մաշկի վիճակը։ Ելակում հատկապես մեծ է սիլիցիումի պարունակությունը, որը անհրաժեշտ է ոսկրերի ամրության, հոդերի շարժունակության համար։ Այն նաև նպաստում է եղունգների, մազերի, մաշկի առողջությանը։ Արդյոք կարելի է շաքարային դիաբետի և ինսուլինառեզիստենտականության դեպքում օգտագործել ելակ։ Իհարկե, այո, կարելի է, սակայն ադեկվատ քանակությամբ, այն է՝ միանվագ, ոչ ավել, քան 1 բաժակը։ Քանի որ 100 գրամ մթերքում առկա է շուրջ 7,5 գրամ ածխաջրեր, չափավոր օգտագործումը թույլ կտա խուսափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումներից։ Այս պտուղների գրավչությունը մարդկանց կողմից բացատրվում է այն հանգամանքով, որ հաճախ ելակի հոտը շփոթում են քամի հետ։ Նրանք գործում են միասին, հասցնելով անդիմադրելի հարված ուղեղին։ Իհարկե, գրավիչ համը և հոտը առավելապես արտահայտված են թարմ պտուղներում։ Սակայն, քանի որ սեզոնը կարճատև է, ապա շուրջ տարին օգտագործելու համար սառցարանային սառեցումը ելակի պահպանման լավագույն տարբերակներից մեկն է սննդանյութերի պահպանման տեսանկյունից։ Այսպիսով, ելակը ոչ միայն համեղ է, այլ նաև օգտակար, և այն կարող է լինել առողջ սննդի առողջ բաղադրիչներից մեկը։ Առողջ եղեք։